Ողջույն, սա Drive News-ն է, ձեզ հետ Տոշն է, եւ այսօր մեզ սպասվում է Cyber Cosmic Test Drive։ Tesla Cybertruck Beast։ Ես տանեմ դնեմ տեղի գամ։ Ինչպես նկատեցիք, եկել ենք մեր մտերիմ ընկերների մոտ, ովքեր ներմուծում են Հայաստան Tesla TSY-ը, այսինքն Tesla Service Arm Երևանը, Tesla Service Երևան, որովհետև ուրիշ ոչ ոք սենց բան չէր բերի մեր համար Հայաստան։ Բերել են Beast-ն է, հայավարի, ամենահայավարի, որովհետև ամենահզոր ու ամենաթույն տարբերակն է, 840 ձի, մոտավորապես։ Եկեք մի քիչ ծանոթանանք։ Ինձ թվում է արդեն ձեր տան ինտերնետներով արդեն հնարավոր բոլոր եւ նկարներով եւ վիդեոներով տեսել եք այս մեքենան, այսինքն վիդեոներով բոլորս տեսել ենք։ Ռեալ, այսինքն ժիվո։ Ես չէի տեսել, դուք չգիտեմ Հայաստանի փողոցներում կամ ինչ-որ արտերկրում տեսել եք թե չէ, բայց ես չէի տեսել ու ասեմ, իմ այն մարդիկ ովքեր չեն տեսել ու էլի ստիպված վիդեոյով են տեսնելու, ես անգամ մեր վիդեոյով, փորձեմ այդ էմոցիաները ու այդ տպավորությունները փոխանցեմ, որ հասկանալի լինի, էլի, ինչքան տարօրինակ, ինչքան անսովոր երևույթ է սա տեսնելը։ Փորձենք երևի նկարագրել, դե, կանսերվի բան կա, այդ արդեն սաղս է գիտենք, հա, պատկերացնում ենք, Նержавеющая сталь, հա, ոչ ներք կա, ոչ բան կա, հենց ինքն է, հա, ինքը հենց տկլոր ներժն է, չի ներկվում այս մեքենան, բայց դրա խնդիրն էլ են է, շատ ուժեղ խնդիր, որ այս մատնահետքերը հենց համնում մեքենայի վրա, հլը մեծ ստեղ նայեք, հլը ստեղ, ես 15 վարկյան առաջ ենք սրբել, Այն որ ասում էի մատերդ կտրում է, այսենց որ անում, հենց հիմա քերում է մատներս։ Այդ խնդիր համար 3 սա ամենաառաջնային խնդիրն է, որովհետև եթե ունենում ես հենց սիրուն թանկարժեք մեքենա, ինքը միշտ պետք է մաքուր լինի։ Դու էլ հենց միշտ կտորը ձեռդ հենց պետք է մանգաս։ Ճիշտ է ասում են շատ ամուր է, հիմա ես չեմ ուզում բարձրանամ վրան թռվռամ, ես իմ ինչ անեմ, բան ասում են ամուր է։ Մենք չենք փորձի, մերը չի։ Այս մեքենան ամեն ինչով, ամեն տեղը մաքսիմալ ամուր է սարքած մի խոսքով։ Ստեղ կարաս թռվռաս, ընդեղ կարաս ես իմ ինչ անես, կարաս քար բարձես, կարաս տանիքի այդ պանորամայի վրա ես իմ ինչ դնես, տեղափոխես, դիմապակու վրա կարաս թռվռաս, կարաս քացով խփես դռանը, տենց ներկայացնում են, մենք չենք փորձի։ Իհարկե, բայց դե հավատում ենք, օքեյ, որովհետև դե ներժա էլի ինչ պետք է լինի, ոչ լակ կա որ վնասես, ոչ ներք կա վնասես, այդ ոնց պետք է խփած, որ մի հատ ասենք ինչ որ փոս ընկնի։ Բայց ավելի շատ ինձ հիշացնում է ինքը ոչ թե բան, կանսերվի բան կա, այլ այն ալումինի մեծ այն զիբիլի վեդրոները որ կան, ասած։ Աշխարհի ամենաառաջին ինչ աչքի անգնում, աշխարհի ամենամեծ այս Այդ կողքից որ նկարես որ երևա էլի այս մեկը կոնկուրենցիայից դուրս է Դվորնիկ այս հավաքարարը այս ինչ է այս բանը քաղաքապետարանի բանի այդ մաքրության բաժինն է սրա համար պատասխանատու Ոնց այդ բաժինը կոչվում չգիտեմ В общем, հա, եթե ես ուզենաս փոխես, պետք է քաղաքապետարանից թույլտվություն ստանաս։ Այս դվորնիկը, որը հասնում է ստեղ ու անընդհատ աչքի դեմն է, էլի տարօրինակ է, հետաքրքիր տարօրինակ ինչ-որ նոր էմոցիաներ է տալիս, նոր տպավորություններ է թողնում։ Ամենամեծ դիմապակիով ու ուղիղ, ուղղակի սենց տան ապակի է, էլի, այս հենց է։
Այսը։ Վիտրաժ, sense վիտրաժը բերել են, sense դրել են վրան, ասել են հայ ենք ուզում։ Ու ամեն ինչն է տենց, մեքենան բնականաբար ոչ մի կորություն չունի, արտաքինը։ Ամեն ինչը ուղիղ է ու sense անկյուններով ջարդած է, բայց կորություններ չունի, կլորավորություններ չունի ու էտել շատ տարօրինակ ու տենց ինչ-որ կիբեր տրանսֆորմատորային տեսք է տալիս։ Մենք սովոր չենք այդ արտաքինին ամեն դեպքում։ Մենք հիմա յուրաքանչյուր ամենասուր, ամենասլացիկ մեքենան էլ որ տեսնում ես, ունի ինչ-որ կորություններ, կլորավունություններ, աերոդինամիկա, բան, հաշվարկած դրը։ Ստե ես չգիտեմ ինչ են հաշվարկել, ստե ես չգիտեմ այս մեքենան մտել աերոդինամիկ տրուբա, թե չէ։ Բայց դե երևի կլինի էլի աերոդինամիկ, ինչ ասած լավաշներ է դրած, դրա պատճառով էլ այս մեքենան իսկական դժոխք է այն պերֆեկցիոնիստների համար, ովքեր են որ իրանց մեքենայի վրա ինչ որ մի բանը մի քիչ ծուռա լինում, մի քիչ թեք է լինում, գծեր իրար չեն բռնում, են որ ինֆարկտ է ստանում, այս մեքենան հակացուցված է տենց մարդկանց համար, կամ պետք է անտիդեպրեսանտներով խմեն, նոր նստեն, որովհետև այս գծերը իրար հետ չեն բռնում, ու այս գործարանից ու բոլորն են տենց Նայք սաղ գծերը փախած, միտեղ լեն, միտեղ նեղ, ոչ միտեղ նորմալ նստացրած չի հետ անտերը։ Ասենք, հիմա անվաթևի հաստություն, այս անվաթևն է, այսենց ուղակի ներժի կտոր, կրիլո, պատկերացնում եք, Հերիք չի դուրը սենց է բացվում ու ոչ մի բռնակ բան, ոչ մի ման չկա, պետք է բնականաբար կամ ստեղից բռնես, քաշես, կամ ստեղից է բռնում ես այս անտերը, նախ մի հատ նայեք, արդեն մխտրվեցի, բայց կես ժամ առաջ ենք ավտոլվացումից հանել ես մեքենան, երկրորդը, շատ վատ ամբշակած ես ծերերը ու իսկականից կանսերվի բանկայի նման, որ մի քիչ ամփույթ անես կճղի մատերդ։ Ամբողջ աշխարհը ինչ որ պայքարում է անվտանգության, բաների, համակարգերի, մեքենան այդ crash test-երը նենց են սարքում, որ մեքենան հատուկ ճիշտ sense ճմրթվի, շատ ջարդվի, բան լինի, որ հանկարծ հետիոտնին միամիտ կպնելուց, վնաս շատ չտաս, ստեղից վերև ես իմ ինչ 60 կիլոմետրից վերև, ստեղից վերև, մի խոսքով, հասկացաք։ Իսկ ես, ասենք, չեն թողում մարդիկ գրպանում ատրճանակ մանտան, որտեղ դա չի կարելի, զենք է, այս զենք չի, այս մասսայական ոչնչացման զենք է, որովհետև սրանով, այս սուր անկյուններով, այս բրիտվա հայրեն ոնց էր, լեզվիա, այս մի խոսքով սրանով, որ հենց իմ այս ինձ եմ ցավում ա ձեռս, ինչ-որ մեկ է, կարա 2-6 վարկյանում հասնի 100 ու մտնի կանգար, օրինակ, հա, ասեք, որ սաղ մարդ չի մնա, ու հերիք չի, եթե մեկն է սաղ մնա, ասենք, մի ձև սենց գոնե թրնի կապոտին, այսենց մեքենայի վրա, այսենց պլստալուց 2.5 կլնի կկտրվի, մաս, մսավաճարի մեքենա, սենց կարաս միսը սենց վերցնես, սենց ուժեղ խփես մեքենային կտրտվի, կամ սենց ընդհանուր կովը վերցնես, սենց կցես մեքենայի վրա, սենց մասերի բաժանվի։ Как тебе такое, Илон Маск? Բայց ասեք ամեն դեպքում, որ տեսքը հետաքրքիր է, տարօրինակ է, անսովոր է, ոնց որ կամ մի հատ ասենք պուճուր երեխա, այն որ բան առաջի դասարանի երեխեն տետերի մեջ մաթեմը գրելու փոխարեն ավտոյա նկարում, կամ դրանից է, կամ այն որ համակարգչով խաղ ես խաղում ու մեքենաները ճիշտ չեն ներբեռնվում ու sense պիքսելներով ինչ որ սխալ մոդել է լինում առանց ներկելու, առանց տեքստուրայի, այդ տենց մի հատ բան ոնց որ լինի։ Ընդհանուր էս էլ ինչպես եւ բոլոր էլեկտրամոբիլները մեծամասամբ
ուղակի տղամարդկանց համար խաղալիք են։ Էս էլ է տենց, բայց մի քիչ երկար որ քշում ես, հեսա հետաքրքրությունը կորում է։ Միակ բանը որ մնում է, քեզ որպես տպավորություն, այդ կողքի հայացքներն է, որտեվ գրեթե անտարբեր մարդ չի լինում այս մեքենայի կողքով անցնելուց։ Բոլորը կամ նկարում են, կամ ուղղակի նայում են, գալիս են հետը նկարվում են, մի խոսքով ուշադրություն գրավում է, էլ դուսուս։ Բայց ուրիշ առումներով, որպես ինչ-որ հետաքրքրություն, որ ասեմ, չգիտեմ, դիզայնը, որը տարօրինակ է արտաքնապես, երկու այդքան էլ տարօրինակ է ներսից, հա, որովհետև այդ նույն բոլոր սուր անկյունները, այդ երկարությունները բան, հիմա մեջից տեսնում ես, հա, այնտեղ մի հատ ապակի կա, ասենք, որ այդքան մեծ ստոյկա չլիներ, ոչ մի բան չտեսնեիր այն անկյունում։ Ճիշտ ամբողջ մեքենան ներժ է, որը նշանակում է չի ժանգոտում, որովհետև չժանգոտող երկաթ է, բայց դե հո այս ստուպիցաները չուգուն են, որոնց մեջ ամբողջովին ժանգ է, ու նենց աչքի ընկնում էլ դուսուս։ Այս հատուկ այս կափարիչներից պետք է ունենաս անպայման, որը այս մեքենան հələ չունի, բայց հավանաբար շուտով կունենա, բայց շատ ուժեղ ժանգոտվում է։ Իրոնիա։ Բայց ամեն դեպքում, հա, էլի էլեկտրամոբիլ է, էլի բան, լիքը թերություններ կան, մանավանդ կատարման տեսանկյունից, բնականաբար, բայց գոնե սենց, եթե էլեկտրամոբիլ գոնե սենց, էլի, ոչ թե չինական, ոչ թե այն լրիվ անհասկանալի բաները, որ, չգիտեմ, ես ընդհանրապես չկարողացա տենց էլ ընդունեմ։ Այս մեկը գոնե ինչ-որ բանով հետաքրքիր է, գոնե տեսքով։ Դուք էլ կարող գրեք ձեր կարծիքը տակը վիդեոյի։ Կուզեիք ունենալ կիբերտրակ, թե կուզենայիք ինչ-որ չինական մի ուրիշ մեքենա։ Կապոտը իհարկե բացվում է մոնիտորի օգնությամբ, որը ավելի շատ ոչ թե բեռնախցիկ է, այլ sense աթոռ, որը ասեմ բավականին հարմար է։ Ու մի 3 հոգով ստեղ կտեղավորվեք, հանգիստ sense կնստեք։ Իսկապես էլի կատակ չեմ անում, ես ինձ թվում է բեռնախցիկ չի, հենց նախատեսված է նստելու համար։ Բազիկ։ Էլ բան չկա, էս ինչ է։ Տղեկ, մենակ մի քիչ կամաց, էլի։ Կամաց, լսվում ես։ Ստեղ նույնիսկ այս ապակիներն է շատ հետաքրքիր մեքենայի դիզայնով, դե բնականաբար ուրիշ ձև չէր կարող լինել, որովհետև տանիքը այսենց է, անկյունով, նույն ձև ապակիները, շատ ֆուտուրիստական է, մաքսիմալ, սենց ոնց որ ուրիշ մոլորակից եկած լինի։ Հեչ ստեղի բան չի, մեր աչքին ընդհանրապես սովոր մեքենա չի, ու ճանապարհին փողոցներում որ տեսնում ես, իսկապես սենց բոլորի մոտ այդ բանը սենց զարմանքը առաջանում է, էլի։ Շոկը մի պահ, որովհետև դե էս ինչ է, չգիտենք ինչ է։ Կարող է այլ մոլորակայիններն են հարձակվել։ Прошу, не надо, мы безобидны։ Այս բացվող ուրեմն բեռնախցիկն է, որը սենց հոսանքով բացվում է։ Սա էլ սենց է բացվում։ Բայց ստեղ կա մի հատ ուժեղ խնդիր։ Հա, սիրուն է, գեղեցիկ է, բայց հետևը ունենք ապակի հետևի, որով նայում ես հետ, չէ մեքենան վարելուց։ Բայց երբ որ այս կափարիչը փակում ես, հետևի ապակին էլ է փակվում։ Ինչ է նշանակում է, դու ներսում հետևի հայլի չես ունենում։ Այդ ֆունկցիան սկսում է կատարել մոնիտորը, ստեղ հետևի տեսախցիկ է, մի հատ բարակ երկար բացում, որը իբր ցույց է տալիս հետևը, բայց շատ սխալ անհարմար բան է, որովհետև ոչ ոքը սովոր չենք, որ հետևի հայլու փոխարեն պետք է նայենք ստեղ։ Ասենք լիքը մեքենաներ կան, որ այդ խնդրի լուծում որպես արել են, որ հենց այս հայլու փոխարեն տեսախցիկ են դրել, ու էլի դու ստեղ ես նայում։ Ստանդարտ տեղն ես նայում, որտեղ որ բոլորը սովոր ենք ու որտեղ որ ճիշտ ձևն է։ Հա, ստեղ ցույց տալիս մի խոսքով։ Մեքենայի քաշը 3 տոննայից ավել է։ 3 տոննայանոց տանգ, որը, ասենք, քեզ հələ պետքա, հա, ինքը արագ է։ Okay, 845 ձիաուժ է։
Ստարտը 0-ից 100 արագացումը 26 վայրկյան է։ Բայց ակետից բեկետը պետքա չէ հասնես։ Ոչ թե մենակ ստեղից ընդեղ ու վсё, ու դնես զարյատկի։ Իր ընթացքն այնց չի որ շատ երկար է։ Range-ը, այսինքն այդ տարածությունը, որը իբր մեքենան կարա անցնի 500 կիլոմետրն է, բայց դե բոլորս էլ հասկանում ենք, որ դա թղթով տվյալն է, որին հասնում ես ոչ մի էլեկտրոնիկա, ոչ մի մուլտիմեդիա չմիացրած ու մաքսիմալ դանդաղ ու հանգիստ վարելուց, որը գրեթե հնարավոր չի։ Այսինքն գրեթե հնարավոր չի այդ 500-ին հասնելը, երկրորդն էլ մեքենան շատ ծանր է ու ինձ թվում է սենց թե չես կարող հասնես այդ 500-ին։ Մի խոսքով, դե այդ էլեկտրոմոբիլների բանն ամենամեծ մինուսն է, մինուսներից մեկն է, թերությունն է, որ այդքան է վստահելի չի էլի, միտեղ գնալ, ասենք ինչ որ հեռու ճանապարհ գնալը, բայց դե չգիտեմ, մի խոսքով։ Ես չի անի։ Ամենաառաջի հայացքից աչքի ընկնում այս հատվածը դատարկ, որը հիմնականում հանդիպում է ինչ-որ մինիվենների մոտ, բայց ինձ թվում է սա լավ հարմար բան է, որովհետև ասենք մանավանդ կանանց համար, չնայած ես չգիտեմ կանայք այս մեքենան կհավանեն, կսիրեն, կվարեն թե չէ, բայց բան պայուսակով, բանով ինչ-որ տենց առևտուրդ կարած դնես, այն որ այն կռիվը չի լինի, էլի այն որ այս տոպրակը լդիր ոտերի տակ, տեղ չկա ոտերից տակ արդեն բան գազի բալոնն աստ այդ ընտանեկան կռիվները էլ չի լինի, շատ հարմար տեղ է ու լիքը մեքենաների վրա սա կարան օգտագործեն, որովհետև ստեղ բան չի լինում, նու փեջն է լինում, բայց փեջը կարելի է ասենք նորմալ ինչ-որ միտեղ ոնց որ ստեղ տեղավորեն։ Շատ մեծ կենտրոնական բարձակ, այս աննկարագրելի մի հատ բան է, որը որ ինձ թվում է դե դիզայնից ելնելով են արել, որովհետև ուղղակի ստեղից այս կենտրոնից այս գիծը բռնել են, այս քաշել են միջև ներքև, ոնց գնացել է։ Ու դրան համապատասխան պետքա սրահն էլ լիներ ու եղել է։ Բայց այդ նշանակում է, որ դու կյանքում չես կարա դիմապակոյեն ներքևի մասային փոշին այն չգիտեմ կեղտերը մաքրես, կենտրոնական բարձակի հələ մեծ տեղն է, էլի։ Ասենք այս Իրապե։ Հələ չի հասել ձեռս, Իրապե։ Ահա, այ հիմա այ նոր կպա ձենս լսվում է։ Այ նոր հիմա կպել եմ ծերին։ Ու այսենց տանում ես դու ավտոլվացում ու ասում ես փոշոտա մետ մաքրեք ստեղ կարաս հանգիստ պարկես քնես ասի հա բայց չէ իսկականից հարմար է քնելու համար սենց է որ պարկում ես աստղերին ես նայում լավ մի խոսքով ակրոբատիկայով չզբաղվենք կարևորը միտքը հասկացակ, բայց դե ասում եք, նայեք, հիմա այս մեքենան, ասենք արժի մոտավորապես, ասենք, չգիտեմ, $160,000, հա, բիստն է, բիստը մի քիչ թանկ է, քան սովորականը, ասենք, եվրոպական կամ նորմալ, էլի, ավտոարտադրող, հա, ընկերությունը, որը արտադրում է, ասենք, $160,000 կամ միջև $200,000, ինչ-որ թանկարժեք մեքենա, ինքը քեզ դրա հետ մեկտեղ տալիս է, ասենք, որակով նյութեր, որակով աշխատանք, հա, ստեղ, համ կարերն են ծուր, ճիշտ է, ալկանտարա է, ասենք, բռնել են, այսքան մասը ալկանտարա են քաշե, դե, որ գոնե մի բանով լցնեն, եթե էսե չլիներ, սենց լրիվ ուղիղ ինչ-որ բան կլներ, ֆուտբոլի դաշտ կլներ։ Կարերը սենց քաշած ձևը, ասենք մի հատ ստեղ այսինքն որ նայեք, այսինքն սաղ ծուռա ուղիղ նստացրած չի, սաղ փոնթերով է նստացրած, այստեղ լույսը լավ է անգնում, ստեղ լավ կերև է, այստեղ, նած ստեղ նայեք, նույնիսկ չեն կարողացել նորմալ այս ալկանտարան նստացնեն առանց փոնթերի, ստեղ մեր
առաստաղն էլ ալկանտարա, ստեղ ունենք արևիկ բնականաբար։ Այս կափարիչը շատ հետաքրքիր է։ Լավն է, ասես մագնիսով է ու կտորի վրա է կախվում։ Հա։ Այս դիմապակին լրիվ պանորամա է։ Ճիշտ ասած արդեն պանորամա տանիք ունենք, բայց մի հատ այդ պանորամա դիմապակի ունենք բացի տանիքը։ Էլի շատ անսովոր է, չնայած X-ից, այդ մոդել X-ից մի քիչ սովոր էինք, գոնե։ Բայց դե ինձ թվում է ավելի մեծ է, չգիտեմ։ Լավ, էս փակենք արդեն։ Նստարանները անկեղծ եմ ասում, չեմ կարող ասեմ, հարմար է թե չէ, չեմ հասկանում որտեվ։ Ինչ որ պահ կա որ հարմար է, բայց հենց ընդհանուր ինքը շատ ուղիղ տափակ ոնց որ լավաշ լինի, էլի, էրգոնոմիկա չկա։ Մեջքի համար։ Ղեկը դե Play-D ղեկից է արդեն, շատ տարօրինակ, նու սովորելու վրա է, այս մեկը հաստատ սովորելու վրա է, կարող է նույնիսկ հարմար է, ու ինձ թվում է հարմար կլինի այսենց վարելու համար, այսենց ձեռքդ վերևը դնես ու սենց գնաս, ձեռքիդ հարմար, դիրքն էլ է հարմար լինում, ու այստեղից տեսադաշտը չի փակում, չնայած տեսադաշտ չունես, նայում ես կենտրոնական բարձակին, այս արդեն վարելու ընթացքում կտեսնենք հարմար է թե չէ, ինչն է շատ անսովոր այս մեքենայի վրա, որ դե 4 անիվներն էլ ղեկի կառավարում ունեն, հետևն էլ է պատտվում։ Բայց դեռ չգիտեմ վարելու ընթացքում փոխվում է այդ պտույտների մեծությունը թե չէ, անկյունը, բայց կանգնած դիրքում ու դանդաղ վարելու դիրքում ղեկը ընդամենը նայեք կես պտույտ եւ հասար վերջին։ Մեջտեղից կես պտույտ հասար վերջին։ Այսինքն մի ծայրից մինչև մյուս ծայրը ամբողջությամբ որ անիվները թեքվում են, մեկ պտույտ է, որը շատ տարօրինակ է։ Նու նայեք, մեքենան շատ երկար է, շատ մեծ է բազան։ Ու Տեսլան բոլորս էլ գիտենք, որ առանձնապես կառավարում չուներ, ի սկզբանե ինքը շատ վատ էր շրջադարձերի, հետադարձերի համար, բան, մի խոսքով։ Աշխարհի ամենատարօրինակ ղեկային կառավարումով մեքենան է, շատ ուրիշ է կառավարումը, իսկապես պետք է լավ ընտելանաս։ Շատ կտրուկ է։ Այս ղեկն էլ որ պուճուր է, այս մեծ տանկի համար, մի քիչ զգացողությունները բան են, մի քիչ դժվար բացատրելի։ Իսկական է շատ պուճուր է, ես Tesla-ի այդ Play բան ոչ ման չէի վարել, դες Play-դից է եկել այս ղեկը, ու շատ անսովոր է, անկեղծ, բայց երևի հարմար է, գիտեք, սենց որ ձեռքդ հանգիստ վերևից դնում ես, ոչ մի բանին չի խանգարում, չգիտեմ, ստեղ այս հետևի անիվների պտտվելով, գոնե մի քիչ լուծել են այդ խնդիրը, բայց այսա, թեորիապես ինքը պետք է հեշտացնի վարումը, բայց չգիտեմ, ընթացքում պետք է հասկանանք էլի, դա լավ է թե չէ, մեզ համար։ Ու երբ որ դանդաղ ես գնում, այս ղեկը կեսի կես պտույտ ես անում, որ հասնես եզրին, նայեք, այսքան ես շարժում ես, շատ զգայուն է, ես իհարկե չգիտեմ այդ լավա թե չէ, բայց ամեն դեպքում շատ ուժեղ պետք է սովորել ես մեքենայի վարելուն, կառավարմանը, մինչև որ հանգիստ արդեն կարողանաս քաղաքում վարես։ Քաղաքում շատ դժվար կլինի, մանավանդ մեր այդ նեղ վիճակներում, այդ խցանումների մեջ, շատ տարօրինակ զգացողություն է։ Սա ղեկի ձող չունի, միանգամից դե էլեկտրական է, ու այդ ղեկի ձողի լյուֆտեր, բաներ, տենց բաներ չի ունենում, ու այս ամեն մի փոքր շարժումը ղեկի, այսենց մեքենան զգում է։ Հիմա սենց եմ անում շատ հետաքրքիր է։ Բայց անիվներից ձեն գալիս է ամեն դեպքում, անիվների ձայնը շատ է մտնում սրա։ Ստեղ իհարկե
իսպար բացակայում են բոլոր տեսակի կոճակները, բացի դուռը բացելու կոճակից ու ապակիների կոճակներից, նույնիսկ վթարային լույսերի կոճակը սենսորա, կոճակ չի։ Մենակ է դիսպլեյից առանձին մի հատ որպես կոճակ, իտո ինքը կոճակ չի։ Ստեղ դե մուլտիմեդիայի մեջ գիտենք, որ լիքը հետաքրքիր բաներ կան, լուսարձակների այս բանն, գրաֆիկան է շատ լավը։ Սիրուն է, էլի, ընդհանուր իր տարածքն էլ է սիրուն սարքած բանա, տենց օֆրոուդային արտաճանապարհային վիճակներ են, ֆոնը ու գեղեցիկ է։ Մի խոսքով, լիքը հետաքրքիր բաներ կան, ամեն ինչ, նույնիսկ հայլիների կառավարում, ղեկի կառավարում, մեկ է նստարաններն է կոճակներով ու բավականին սիրուն է տեսքը։ Բացի դրանցից ամեն ինչը մուլտիմեդիայով է։ Հայլիներ, լուսավորության հետ կապված եւ ամեն ինչ։ Dynamics-ի մեջ ուրեմն փոխում ենք վարման ռեժիմները, comfort, standard, beast, մեր շատ սիրելի, custom, որը դու կարգավորում ես ոնց ուզում ես, եւ off-road ռեժիմում մեքենան շատ արագ բարձրանում է շատ բարձր դիրքի ու տեսքը մեքենայի լրիվ փոխվում է։ Հիմա մենք ինձ թվում ամենաբարձր ռեժիմով ենք գնում, չգիտեմ ինչի։ Եկեք մի հատ մենք մի քիչ իջնենք, եթե ընթացքում կարելի է, էլի, եթե մեզ թույլ կտա։ Եկեք կոմֆորտ գնանք։ Օրինակ։ Տեսեք, կոմֆորտի դեպքում լավ գազի ոտնակը բան եղավ, կտրուկությունը կորավ։ Այսինքն լավ սեղմում ես, ինքը հանգիստ արագությունը վերցնում։ Ստանդարտը մի քիչ ավելի զգայուն է։ Իսկ դե բնականաբար beast mode-ը լավ է թել չեմ սխմի։ Այդ դուրս գանք հարմար տեղ նոր։ Բայց չորա, ամեն դեպքում ստանդարտով չոր էր։ Եվ դե ամենահետաքրքիր բանը այս մեքենայի վրա որ կարա լինի, քանի որ սա Cyber Beast-ն է, վերջապես սեղմենք էլի, beast mode։ Ինչ ձև ավերսնում։ Չի սպասում, անկեղծ չի սպասում։ Նույնիսկ ինչ-որ ակերից ճռոց եկավ։ 1, 2, 3 Ես իհարկե անկեղծ ասեմ, լավ չգիտեմ, այս մեքենան արտաճանապարհային պայմաններում իրան ո՞նց է զգում, լավ չի, որտեղ է խեղճանում, ասենք լիքը վիդեոներ կան, որ ինչ-որ բան տենց սութի ձների մեջ թաղվում է, դուրս չի գալիս ցեխերի մեջ, բայց կան նաև հակառակ վիդեոները, որտեղ ասենք Ford F150-ի հետ ցեխերով դիք են բարձրանում, այս հաղթում է բան, դրա համար այդքան էլ մի քիչ ընդհանուր պատկերը հասկանալի չի, ի վերջո լավ է սա off-road-ում թե չէ, բայց դա ամեն դեպքում բարձրությունը շատ լավն է։ Բարձրությունը իսկապես լավն է ու ինչն է հետաքրքիր, որ շատ արագ է բարձրանում, որ դնում ես beast չի իջնում։ Հիմա սկսում ենք իջնել ամենացածր կետին ու էլի ասեմ ձեզ բավականին արագ է իջնում։ Այդ միշտ ինձ հետաքրքրել է ու այդքան էլ չեմ հասկացել ինչի է տենց լինում։ Օրինակ, չգիտեմ, Mercedes-ները բան են տենց մի քիչ բան ֆլագման մոդելները, հա։ Մեքենայի հետ բարձրանալու ու իջնելու process-ը նախ տևում է շատ դանդաղ ու երկրորդն որ sense մի քիչ դեմը հանում է, կանգնում է, հետո հետևն ասես մի քիչ հանում, կանգնում, բա։ Իստեղ ասենք այսենց lift Ուզում եմ հասկանամ սա է ճիշտ, սա է լավ, թե այն է լավ, կարող ասենք չի կարելի որ կարող է չի կարելի որ լավ բարձրանա։ Հա, կարող է դա լավ չի, որ լավ է բարձրանում։ Մի խոսքով, լավ։ Երևի, չէ, լավ, հետևը չեմ էլ ուզում նստեմ, ճիշտ ասած, որովհետև ինչքան նստում եմ, տենց առանձնապես ինձ հետաքրքիր չէ, բոյով մարդկանց համար է հետաքրքիր, ովքեր ասենք 1.80 ու ավելի բարձր են, որ հետևը նստում են ու հասկանում են, հետևը փոքր է, թե չէ։ Ես նստեմ ինձ բոլոր մեքենաների հետևն էլ օքեյ է։ Ինձ բեռնախցիկն էլ է օքեյ։ Ստեղ ունենք ուրեմն երկու հեռախոսների համար լիցքավորման կայաններ լիցքավորվեց, բայց եթե մեքենան չես օգտագործում application-ով ու օգտագործում ես կլուչ կարտայով,
keycard-ով օգտագործման համար, մեքենան գործի գցելու համար, սա պետքա լինի երկրորդ հեռախոսի տեղը դրված, թե չէ չի լինի։ Բայց մի քիչ երկար որ վարում ես, անկեղծ ասեմ, ամեն ինչին է սովորում ես, թե ղեկին, թե իր այս տարօրինակ դիզայնին, ամեն ինչին սովորում ես, ու արդեն քո համար սովորական է դառնում, հանգիստ վարում ես։ Բայց դե մեկը տեսքը, որ ասում եմ, սաղի մոտ շոկ է առաջացնում, ինձ թվում է, այս մեքենան որպես մեմ են հորինել, բանա, դարի տրոլինգն է։ Как тебе такое, Elon Musk։ Հա։ Որտեվ իսկականից էլի, որ ասելա այսպես անենք։ Հաստատ նստել է ասելա մի հատ նենց ապուշություն ենք անում, որ սախ դրանից խոսան։ Ու այսօր սախ սրանից են խոսում, ու շատ ուժեղ մարքեթինգ արել այն առումով, որ բոլորը նկարվում են այս մեքենայի հետ, ինչ-որ վիդեոներ են նկարում, եսի ինչ են հանում համացանցով, այսինքն ինքը իրան մեքենան PR անում։ Շատ լավ տարբերակ է։ Ինչ ասես չեն ասում, էլ սառնարան, էլ տոստեր, էլ միկրովալնովկա, իմ ամենասիրածը power bank, ու այս հոսովորական power bank չի, այս կարաս նաև, եթե տունդ հոսանք չունենա, կարաս տանդ միացնես ու մի 3 օր ինքը տունդ կապահովի հոսանքով, այսինքն տան power bank-ա, մեծ power bank-ա, post-ապոկալիպտիկ, ինքը տեսքն էլ է post-ապոկալիպտիկ, դեմը կարաս գրես run, ոնց որ բան էլնի, Mad Max ֆիլմի ինչ-որ տենց գլուխ գործոցներից մեկը էլնի։ Ասում են 2.6 վայրկյանում է 0-ից 100 արագացումը։ Դե բնականաբար չէինք կարող չփորձել, բայց այդ ամեն ինչը անում ենք փակ տարածքում, անվտանգ։ Ահա, ինչ ենք անում դրա համար։ Ուրեմն գնում ենք բնականաբար beast mode, սեղմում ենք արգելակման ոտնակը, մինչև վերջ սեղմում ենք գազի ոտնակը, ստեղ սենց եսի մինչև սկսում, հա, մեքենան իջնում է ամենացածր կետին, ready to launch։ 3, 2, 1 գնաց։ Okay. Շատ լավն է։ Մի հատ էլ ենք փորձում։ Արգելակ, գազ։ Մեքենան իջնում է, ready to launch։ 3, 2, 1 100 Լավ գնում է, թե ինչքան երկար կգնա մենք այդքան չենք վարի։ Ես հիշում եմ, որ մենք մեքենան վերցրեցինք, վարել ենք բավականին քիչ, բայց հիմա ցույց է տալիս, որ վարել ենք 50 կիլոմետր մոտավորապես։ Հա։ 50 կիլոմետր ու հլոբան լանչ ստարտել ենք արել մի քանի անգամ 0-ից 100-ը չափելու համար։ Ունեց որ երևի շատ վատ չի, վերցրեցինք 280 էր, հիմա 238 կիլոմետր է։ Դե էլեկտրիչկայի ձենը մեջից անպակաս է, մանավանդ որ արտաշատի, այս որ մայրուղին էր, հյուսիս հարավ մայրուղը կտ դրանց վրայով գնում ես, ոնց որ էլեկտրիչկայի մեջ լինես։ Բայց գնալը հրաշք։ Իհարկե մենք այն փակ ճանապարհում փորձեցինք նաև 150 ու 150-ից հետո ինչպես եւ բոլոր էլեկտրամոբիլները գնում է շատ համոզելով։ Բայց մինչև 150 նորմալ է, 0-ից 100-ը դե շատ լավ է իհարկե, 2.6 վայրկյան է, այսինքն դուք հետո մոնտաժից հետո կտեսնեք ժամանակը, թե ինչքանում հասավ 100-ի,
տեսնենք իրականությանը համապատասխանում է, թե չէ։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որ բացի չթողնեք մեր ոչ մի նոր վիդեոներ, Instagram-ում բաժանորդագրվեք ու մեզ հետևեք, որովհետև ընդեղի կոնտենտը լիովին տարբերվում է YouTube-ի կոնտենտից։ Էլ ինչ արեք։